Նախ որպես փնտի օրենսդրական գործունեության հիմնավորում, պարոն Քոչարյան, բացեք կառավարության ներկայացրած առաջին ընթերցմամբ այս 2024 թվականի փաթեթը տեղեկանքը փոփոխվող հոդվածների եւ կհամոզվեք իմ խոսքերի մեջ։ Ոչ մի երկրորդ նախադասություն այստեղ վկայակոչված չկա։ Հենց վկայակոչված է հենց այս ամբողջ պարբերությունը։ Ջնջված, ոչ թե առաջինից երկրորդ ընթերցում եւ այլն։ Լավ, բայց անձնավորման մասին եք խոսում, այ մարդ, այսքան կարճ հիշողությունը չպետք է լինի, էլի մարդու։ Նիկոլ Փաշինյանի անունով չեք դուք ընտրություններին մասնակցում։ Ոնց չէ։ Պարոն Ալեքսանդրյան, ձեր խոսքը անգամ դասական միտք է դարձել ուսապարկիզմի մասին։ Դուք էսի չեք խոսում։ Այսինքն դուք հիմա պայքարում եք այն երևույթի դեմ, որով եկել եք եւ շարունակում եք։ Հարց չկա, ճիշտ եք անում, եւ դա ճիշտ է։ Բայց մի փաթեթավորեք սա այս իրավիճակում եւ տարեք տեխնիկական վրիպակ էր էլի եւ այլն։ Հիմա այս տեխնիկական վրիպակը քաղաքական հետևանք ունեցող վրիպակ է։ Եվ դուք պետք է ձեռնպահ մնայիք այսպիսի քայլից։ Բայց շատ ավելի կարևոր բան այստեղ բարձրացվեց, ընտրակաշառքի հետ կապված։ Բա քրեական օրենսգրքի 236-ի վերաբերյալ սահմանադրական դատարան դիմում ենք տվել, իրենք էլ ստացել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ու միջև հիմա այն սահմանադրական դատարանը, որի մեծամասնությունը ձևավորվել է ձեր կողմից, չի տալիս եզրակացություն այս հոդվածի վերաբերյալ։ Գիտեք ինչի։ Որտեղ Վենետիկն ասել է, որ չի կարող անձը, որը մասնակցում է քաղաքական պրոցեսներին կամավորության հիմունքներով իր նվազագույն ծախսերի հոգալու շրջանակներում, դա չի կարող ընդհանրապես դիտվել որևէ կերպ հակասող ժողովրդավարական կանոնների։ Շարունակությունը ֆրակցիայի ելույթում։